Այսօր իմացիր, որ քոնն է ամեն օրը լուսավոր ու պայծառ մի տոն է Տուր ինձ քո ձեռքը տուր, որ երգենք մեր երգը ու թող հնչի այն ամենուր Ես ինչպես որ աշխարհի հայ բոլոր փոքրերը շատ վաղուց գիտեմ քո բոլոր երգերը Երգը կարելքն է իմ ուրախությունն է Անցա փոքրերի աշխարհը իմ առջև այսօր ահա նոր մի ճանապարհ է Տուր ինձ քո ձեռքը տուր, որ երգենք մեր երգը ու թող հնչի այն ամենուր Բեմից հարազատ է շատ ու ես ցանկանում եմ երգերով ջերմացնել վառնել մանկությունը Երգը կարելքն է իմ ուրախությունն է Շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե, մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից, մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում,
Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդփական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոբոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Մարիա Բյութի սալոն։ Մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր շարունակում են դիտել Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանքը, սա Բացենյակն է, որը եթերում յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի եւ ջան ողջույններ են ուղարկում բոլոր նրանց, ովքեր հենց այս պահից մեզ հետ են, չէ՞ ռավ։ Այո։ Եվ ողջույններ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր հովտեղի սիրահար են եւ ուզում են գալ ինչ-որ մի հատ հովտեղ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, օրինակ։ Դա կարող է լինել օրինակ հենց մեզ մոտ հով է։ Այո։ Մեզ մոտ հով է եւ ինչպես միշտ ենք թարմ ենք մնում։ Եվ ապահով։ Ողջունում ենք նրանց, բոլոր ովքեր այս պահին միացել են եւ դիտում են Բացենյակի աշխատանքները, ողջուներ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, նաեւ Հայաստանից դուրս ապրող մեր բոլոր հայրենակիցներին։ Այժմ չխախտելով ավանդույթները, ողջունում ենք ձեզ երաժշտությամբ։ Բարով եք եկել Բաց։ Բարով տեսակ։ Ես գիտեմ որ պիտի ասես։ Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմաքուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, կյանքում դու միշտ ուրախ մնա, և միշտ եղիր պայծառ ու ջինջ, ամբողջ մի կյանք սիրով կտամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնաղ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս,
Ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնան երազ Արեգակին պետք է հեռվից նայել Գայլի եթե շատ մոտենաս Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնան երազ Արեգակին պետք է հեռվից նայել Գայլի եթե շատ մոտենաս Արեգակին պետք է հեռվից նայել Գայլի եթե շատ մոտենաս Արեգակին պետք է հեռվից նայել Գայլի եթե շատ մոտենաս Մենք վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, տեսնում եք, չէ, ունենք հրաշալի տրամադրություն, այդ ամենալավը է դա, չէ։ Այո։ Ունենք նաեւ նոր գործընկեր։ Ասում ենք բարի գալուց բացենյակ մեր նոր գործընկերոջը Բալայան Պրոմին, որը միակն է Լոռու մարզում, որ առաջարկում է 1000 եւ ավել գունային գամաների երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշիներկում, որը 200 աստիճանի տակ հալվում է եւ չորանում։ Դիմացկուն է տարբեր եզրային պայմաններին։ Ու ծանոթանում ես ընկերոջը։ Եվ երկարակյաց է 20 անգամ ավել ձեր իմացած սովորական ներքից եւ ամենակարևորը մատչելի է։ Իհարկե հեռախոսահամարները նշենք 094 203 201 033 203 200 հասցեն Կարեն Դեմիրճ ջան 1 կոտորակ 39 նույն ինքը իմ գործարանի թաղամասում։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հաղորդման գործընկերն է նաև Դավշին շինարարական կազմակերպությունն, ով առաջարկում է շինարարության հետ ամեն բան։ Եթե ուզում եք շինարարությունը սկսել, պետք չէ տարբեր հասցեներ գնալ, մեկ հասցեից կարող եք այդ ամենը ներբեռնել, այդ ամենը գտնել եւ իհարկե ներբեռնել ձեր տուն, այո, եւ ուղղորդել իհարկե այն ծրագրով, որով որ ուզում եք։ Հասցեն աղան 40 կոտորակ 1 սա դիմաց թաղամասում է գտնվում 091 0466 00 098 17 26 62 Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեզ հետ մաչելի գներով։ Իսկանայդ իր արտաքին տեսքի համար շնորհակալություն է հայտնում Նոնե Վարդանյան դիմահարդարի ուսուցման բուժական կենտրոնին հասցեն քաղաք Վանաձոր Տիգրան մեծ 39 կոտորակ 1, որը դիմաց թաղամասում չէ, եւ իհարկե որը կենտրոնում է։ Այո, եւ իհարկե Մարիա Բյութի սալոնին, որը եւս դիմացում չէ, բազում թաղամասում է, Համբարձումյան 17 կոտորակ 2։ Արի լսենք երաժշտություն, դիմացի մասին շատ խոսեցիր ու հետո գնանք մեր դիմացի պատուհանից տեսնելու թե ինչ է կատարվում քաղաքում դիմացից։ Համոզես եւ ովքեր են գալիս մեզ հյուր։ Ապրես, ես դա եմ ուզում որ դու ասես։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա երաժշտություն, մեր գործընկերների հոլովակներն ենք դիտում առաջիկա րոպեներում, որից հետո արդեն տեսնենք դիմացից եւ դիմացում։ Երևում են մեր հյուրերը։ Իսկ դուք շարունակեք։ Դիմանում են դիմացում։ Եվ դիմաց նշանակում է դեմ դիմաց, դեմքով։ Դիմանալու հետ կամ չունի դա, ռավ։ Դեմքով դիմանում է։ Բազում։ Շատ։ Այո։ Բազում։ Լավ, գնացինք իրակցություն լսելու եւ Դեռ ես քանից հետո լսենք այդ Կիրովականի մասին երգ, որ ամեն ինչ տեղ մտնի։ Աղասի երգը։ Դե տեսնենք ինչ ասում մեր ռեժիսորը։ Ով են որոշի։ Աբոտի Կիրովական, աբոտի հուշարձան, իդյոմ կամաց, и наконец димац. Впереди небольшой баг, а позади кожа. Парке скамеек 5, ночью идем гулять, а кругом тишина, ни один машина. Хочется в Бангладеш, забыл там один вещь. И что ж поделать нам, ах, этот Кировакан. Солнышко не видать, дождик идет опять. Вот уже мы прошли 100 квартиранос, дальше сам веланос, лучше хинкаланос. Կերանք խմեցինք ուխ, ավնիզում առախուխ, ընդուր որ խին զավոտ, Прямо в центре город.
так лину, что не забуду я Конго и Еротмас, лагерь и джунгли я. И что ж поделать нам, это Кировоган. Солнышко не видать, дождик идет опять. Как будто мало било, безумный новый село. Это что ехапло, харало, харало. Там, где бил возвозняк, давным-давно сквозняк. Арвестагеты там встречались по утрам. Турбази не родней, это дом для гостей. Конго и Еротмас. Չէ, սխալ երկեցի, հիշեցի, գնաց. Город им кажется малой Швейцарией. И что ж поделать нам, этот Кировоган. Солнышко не видать, дождик идет опять. Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է, գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոբոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաև Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։
Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյան Նունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, Լոռու մարզի ցանկացած կետում եւ բոլորին ասում ենք, որ բաց սենյակի հյուրասրահն այս պահից բաց է եւ իր եթերային ձևաչափով մենք սիրով զրուցելու ենք մեր հյուրերի հետ ու խոսելու ենք կարևոր հրաշալի մի իրադարձության մասին, որը վերջերս կայացավ։ Այո։ Եվ այժմ պետք է սիրով ներկայացնենք մեր հյուրերին։ Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի տնօրեն Հերիք Բաղդասարյանն է մեր տաղավարում։ Եվ Ռուսաստանի Դաշնության Անապայի հայ համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի ղեկավար Տիգրան Ավդալյանի անվան մուշ-արվեստի կենտրոնի տնօրեն, մեր շատ սիրելի համակարգացի Կարինե Փիլյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ, հարգելի հյուրեր։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Այս սովորաբար մենք այս հաղորդման ձևաչափում, քանի որ ինքը շաբաթ եւ կիրակի օրերին է եթերում լինում, միանգամից շտապում ենք իմանալ մեր հյուրերը հանգստյան օր, որպես այդպեսին շաբաթ կիրակի ունենում են, թե ոչ։ Դուք ոնց եք սիրում անցկացնել ձեր հանգստյան օրերը։ Մենք շաբաթ կիրակի չունենք, որովհետև ունենք կիրակնօրյա դպրոցներ, շաբաթ կիրակի օրերին մենք դպրոց ունենք։ Հանգստյան ես ինքս անձամբ հանգստյան ոչ մի օր չունեմ։ Մշակույթին ծառայողները որևէ մեկը չունի հանգստյան շաբաթ կիրակի, գուցե այլ օրերում տեղավորվես, որովհետև եթե որը ընդհանուր առմամբ տոնական օր է, նշանակում է մեզ համար աշխատանքային օր է։ Շատ լավ։ Հատկապես տոնական օրերին դուք էլ գիտեք։ Այո, մեզ համար էլ է այդպես։ Շատ լավ, ներկայացրին մեր համակարգացի, խնդրում եմ պատմել, թե ինչպես հայտնվեցիք Անապայում եւ ստեղծագործական, այսպես կյանքը դասավորվեց։ Ու շատ բուրըն կյանք, ասենք որ սա շատ լավ առիթ է հարգելի հեռուստադիտողներ, որ մենք հյուրընկալել ենք Տիկին Կարինեն, քանի որ նա այս պահին Վանաձորում է գտնվում եւ մեզ հուշել էին իհարկե։ Այո, այս առիթը ճիշտ կազմակերպել։ Ոնց հասակ այնտեղ ու ոնց ծնվեց այդ ակտիվ գործունեության ակունքները, որտեղից եկան։ Ճիշտն ասած, Անապայում հավաք եղել եմ շատ պատահական, հայտնվել եմ, այսպես ասած, իմ ընտանիքը նույնպես արվեստով է զբաղվում, ամուսինս նշանավոր ժամանակին ճանաչված աչպարար Հովիկ Սաքանյանն է, եւ մենք ունենք Պատրանքի թատրոն, որտեղ մասնակցում են եւ իմ տղան եւ իմ աղջիկը, Հոլանդիայի հյուրախաղերից հետո Հովիկը վերադարձավ Հայաստան, հետո շատ պատահաբար եղավ հրավիրեցին Նավառասիսկ Անապա։ Ես այդ տարիներին աշխատում էի թիվ 27 դպրոցում որպես փոխտնօրեն եւ հայոց լեզու եւ գրականություն էի դասավանդում։ Հետո ամուսինս պատահական հրավիրեց ինձ իր մոտ Նավառասիսկ, որոշեցինք, որ ամենակարևորը ընտանիքն է, որտեղ ընտանիքը այնպես էլ ես, երեխաները եւ այդպես հայտնվեցինք Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում։ Ճիշտն ասած, սկզբնական շրջանում շատ ծանր էր, ամեն մի սեպտեմբերի 1 ինձ համար դա, չգիտեմ, բոլորը դպրոց են գնում ու ես հանկարծ տանը նստած որոշեցի իմ դպրոցները ստեղծել, ինչու եւ ոչ։ Եղա Անապայի մի քանի պետական դպրոցներում առաջարկեցի իմ ծառայությունը բացել հայկական խմբակներ։ Ստացվեց, հետո ինձ հրավիրեցին տեղի համայնք եւ արդեն 25 տարուց ավել ես ոչ միայն դասավանդում եմ համայնքների տարբեր դպրոցներում, այլ նաեւ ունեմ իմ ծրագրերը, դասագրքի հեղինակ եմ ռուսախոսների համար, ունեմ իմ դպրոցը, արդեն այս տարի ուրախություն, չգիտեմ, առաջին անգամ մենք պետք է բացենք դպրոց, որտեղ կլինի նաև հայեցի ուսուցում բոլոր առարկաների գծով, դա երկրամասում առաջին դպրոցն է այդպիսին, չգիտեմ, դեռ անելիքները շատ են, դա ինձ կհաջողվի թե ոչ, բայց արվեստի կենտրոնը արդեն հաջողվել է, 4 տարի մենք դասավանդում ենք ոչ միայն հայերեն, այլ ունենք արվեստի բոլոր բաժիններ, ունենք սեփական թատրոն, պարի խմբեր, դասավանդվում են անգլերեն, մաթեմատիկա, հետո մենք ունենք երեխաներ, ովքեր նոր են եկել Ռուսաստան եւ նրանց համար ռուսերենը մեծ խնդիր է։
որպեսզի տեղի դպրոց կարողանան հաճախել, մենք այդ երեխաներին սովորեցնում ենք նաև ռուսերեն։ Հայապահպանության կարևոր գործին եք ձեզ նվիրել, այո, եւ բրավո։ Թող ձեր նպատակները հաջողությամբ պսակվեն եւ հրաշալի է հատկապես, որ Հայաստանից դուրս ավելի շատ են սիրում ու ավելի են գնահատում հենց մեր լեզուն ու մեր արժեքները ու գանք նաեւ հասնենք մշակույթ։ Ու նաեւ այս ձեր համագործակցությունն ինչպես ծնվեց Բոհեմի հետ, ոնց եղավ գաղափարը, ոնց գտաք միացը։ Այո, եւ ինչ ծրագրի մասին մի քիչ խոսենք, հա։ Ուրեմն ես սկսեմ։ Դուք իհարկե դուք սկսեք, ինչպես սկսվեց, հետո շարունակենք։ Ուրեմն քանի որ ես միշտ իմ կապը երբեք թատրոնի, հատկապես հայկական թատրոնի հետ երբեք չեմ կտրել, 2017 թվականին ես հրավիրեցի մեզ մոտ Աբելյանի անվան, նորից Վանաձոր քաղաքի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբը եւ մի հրաշալի ներկայացում ունեցան, խնայեցեք տղամարդկանց, բայց ռուսերեն, որովհետեւ ես վախեցա, որ այն տարիներին ես չեմ կարող հավաքել հայալեզու հանդիսատես։ Այս տարի նորից մեր եկավ էլի Խաչքարյուր, մտածեցի ինչու վել չհարկավոր է թատրոն հրավիրել։ Ներողություն Տիկին Կարինեն չասեց, որ ամեն տարի Անապա քաղաքում իրենք ունեն Խաչքարի տոն, չէ՞, արդեն 92 թվականից սկսած Հայկաձորում կա այդպիսի գյուղ, Տիկին Կարինեն։ Գյուղ է, հայաբնակ գյուղ է։ Հայաբնակ, եւ որի անվանում է Հայկաձոր է։ Անունն արդեն հուշում է ամեն բան։ Ամեն տարի, ուրեմն 92 թվականից սկսած, փաստորեն իրենք մայիսի վերջին շաբաթը, Կիրակին իրենք նշում են այդ Խաչքարի տոնը։ Եվ հրավիրում ենք բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, ովքեր երկրամասում բնակվում են։ Մեծ համերգային ծրագիր է տեղի ունենում։ Մեծը մեղմ է ասված, ժողով, դա տեսնել էր պետք։ Էլի տպավորությունները շատ եմ այդ տեսակետից, դուք պատմիչոցառում եմ։ Նախ եկեղեցու դիրքը, թե որտեղ է կառուցված եկեղեցին։ Ինձ թվաց Բարսանում ենք Վանաձորի թաղամասերից մեկը, այդ հսկայական հարթավայր Ռուսաստանում մեր հայերը գտել էին բլուրներ ու բարձունքի վրա կառուցել էին այդ հսկայական շատ գեղեցիկ փառահեղ մի եկեղեցի մեծ տարածքով, որի ունեին այդ անտառային մասեր, որտեղ տաղավարներ էր տեղադրված եւ ամեն տարի ոնց մեծ քանակով չէ մատաղ են անում հայերը, մեծ քանակի եւ մեծ տոնախմբություն է լինում։ Ընդհանրապես դու մոռանում ես, որ դու Հայաստանում չես, որովհետև այնտեղ շուրջը հայ է, բլուրները կան, բոլոր հայերեն են խոսում, բլուրը ապահոված եկեղեցին կա, հրաշալի մեծ մասշտաբի միջոցառում է լինում, իհարկե մեծ ջանքերը եւ մեծ գործը դա Տիկին Կարինեն է անում, դա հասկանալի է, մեծ համայնք ունեն մշակութային այդ արվեստի այդ միջավայրը ավելի քան ոգեշնչող էր ու պարտավորեցնող։ Ինչ տվեց համարել։ Այ ինչ տվեց դա եւ բոհեմականներին, հա, եւ առհասարակ թեկուզ եւ Հայաստանից դուրս այդ բլրի օրինակով նաեւ Հայաստան ապրելը զգալը։ Ցանկացած արվեստի մարդու համար մեծ նշանակություն, մեծ կարեւորություն ունի առհասարակ հյուրախաղերը։ Դա եւ փորձի փոխանակում է եւ հանդիսատեսի զարկը զգալու, պահանջը զգալու Չնայած որ ես չզգացի, որ օտար երկրում ենք, Տիկին Կարինեն մեզ այնպես էր խնամում, այնպես էր ապահովել մեր ամեն մի ժամը, այնպես էր դասավորված հայկական միջավայրից, հայկական միջավայր էինք անընդհատ գնում, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է նաև այլ հանդիսատեսի համար խաղալ ներկայացումներ։ Դու որպես դերասան, որպես բեմադրող, որպես արվեստի այսօրվա մարդ զարկը զգալու, պահանջմունքը զգալու շատ կարևոր բան է, այս անչափ շնորհակալ եմ Տիկին Կարինեին, պիտի ասեմ, որ մեզ համար սա նոր զարկ էր թատրոնի համար, շատ կարևոր զարկ էր եւ հետո կոլեկտիվը նաեւ միավորելու
ճանապարհ գնալը, միասին կենցաղ կիսելը դա շատ կարևոր է ցանկացած կոլեկտիվի համար։ Այսինքն այս մեր անապա մեկնելը մի քանի տարբեր գործառույթներ ու նշանակություն ունեցավ կոնկրետ մեր թատրոնի համար, որի համար անչափ ու էլի անընդհատ պետք է շնորհակալ լինեմ Տիկին Կարինեին։ Տիկին Կարինեին շատ շնորհակալ։ Շատ նման էր, չէ, հայկական ամեն ինչ։ Հայաստան։ Հայաստան։ Այստեղ ինչ չկար, որ կարող էի գտնել այնտեղ, թեկուզ հանդիսատեսի հետ կապված, թեկուզ մշակութային։ Ինչով էր առանձնանում, հա։ Ինչով առանձնացավ անապատը։ Ես ձեզ ասեմ, կոնկրետ այս ներկայացումը, որ մենք խաղում ենք արդեն տարուց ավել է ցանկապատը։ Իհարկե մեր հանդիսատեսներ, այո, անընդհատ ընդունել է միշտ մեծ հուզմունքով, արցունքներով, ծափերով։ Այնտեղ մի ուրիշ կարոտ կար։ Ես չգիտեմ, համենայն դեպս ես զգացի, որ գուցե իրենց մոտ շատ ավելի շեշտված է դրված դու Ղարաբաղցի, Գյումրեցի, չգիտեմ, չէ, տարածքների։ Եվ դա իրենց համար շատ ավելի արդիական էր մեր ցանկապատի պատմությունը, որ ցանկապատը պետք չի փնտրել մեր միջև, ժողովուրդ, ցանկապատը պիտի երկրից դուրս լինի, սահմանային պիտի լինի մեր միջև ցանկապատներ եւ ընդհանրապես այսօր էլ դա անընդհատ էլ արդիական է այս թեման, որ մենք անընդհատ ախոյաններ ենք փնտրում միմյանց մեջ, այնինչ մենք ամենամոտ հարազատներն ենք եւ դա դրսում շատ ավելի երևի տեսանելի ու սուր է։ Ես զգացի, որ մի տեսակ ապտակի նման հնչեց այս ներկայացումը այնտեղ։ Մեզ մոտ էլ է լավ արձագանքներ ունեցել, բայց դրսում շատ ավելի սուր էր այս զգացողությունները։ Տիկին Կարինե, այ դուք անընդհատ շփվելով այդ հանդիսատեսի հետ, այդ մարդկանց ինչ տպավորություններով կիսվեցին նրանք, որպես այստեղ նաև մարդ, ու հետ դուք նաև կենցաղ եք ապրում եք նաև անընդհատ նրանց հետ եք։ Գիտեք, դա առաջին ներկայացումն էր մեր քաղաքում հայալեզու։ Դրա համար մի տեսակ կար վախի զգացողություն, թե հանդիսատեսը ինչպես կընդունի։ Անգամ սկզբնական շրջանում, երբ մենք ասում էինք, որ հայալեզու ներկայացում է, հանդիսատես հավաքելը բավական դժվար էր, բայց ներկայացումից հետո պատկերը լրիվ փոխվեց։ Մարդիկ ուղղակի արցունքներ աչքերին, հուզմունք աչքերին, ու ես դրսում կանգնած բոլորը հատ-հատ մոտեցան, շնորհակալություն հայտնեցին։ Շնորհակալություն, որ նման կոլեկտիվ է եկել եւ հենց նման ներկայացման։ Իրոք դա արդիական էր, ասելիք ունեցող պիես էր եւ մենք պահը ճիշտ էինք ընտրել։ Երևի ուրիշ ներկայացումներ այսպես այնտեղ չհնչեին։ Անկամ կային ռուսներ, որոնք չէին հասկանում հայերեն, կողքի թարգմանիչների օգնությամբ հասկանում էին եւ ես տեսա, որ բոլորը իրոք մի մարդու նման, չգիտեմ, հրաշալի էր եւ ես երախտապարտ եմ, որովհետեւ եթե թատրոնը ունի հյուրախաղերի կարիք, մենք էլ ունենք դրա կարիքը։ Մեր արվեստը, մենք ասում ենք, մենք ունեցել ենք տարիներ առաջ, դարեր առաջ թատրոն, մենք այսպիսի ազգ ենք, բայց հենց հայ թատրոնը ներկայացնել, դրա խնդիրը մենք ունենք այսօր։ Ու հիմա ես վստահ եմ, եթե թատրոնը երկրորդ անգամ մեզ մոտ կլինի, լրիվ ուրիշ ձևով ավելի լավ արձագանքը, չգիտեմ, շատ ավելի լավ կլինի։ Իսկ կան պլաններ անգամ իհարկե, անգամ ես մի գաղտնիք բացեմ ձեզ, իրենց գալուց առաջ ես դիմել էի բոլոր համայնքներին, քաղաքներ, տարբեր քաղաքներ էի ես դիմել, միայն պատրաստական էին ընդունել բավական քաղաքներ, որոնք հեռու են մեզնից։ Եվ մենք ուղղակի իրենք շատ կարճ ժամանակահատվածում էին, մենք չէինք կարող կազմակերպել այդպես արագ ձևով։ Իսկ մոտիկ քաղաքները, որոնք անգամ եկել էին իրենց խմբերով ներկայացման, իրենք ներկայացումից հետո ասում են, իսկ ինչու ոչ, հաջորդ անգամ անպայման պիտի լինի մեր քաղաքում։ Եվ հիմա հույս ունեմ, որ մենք այս համագործակցությունը մեր մեջ միշտ կլինի, մենք կնայենք նաև ոչ թե մեկ ներկայացմամբ, եթե դուրս են գալիս, այլ մի քանի ներկայացումներով, թող ինչու որ ես հիմա մտածում եմ, մանկական ներկայացումներ թող լինեն հայալեզու, որովհետև երեխան երբ դպրոց է գալիս, նա այդ շարժառիթը պիտի ունենա, ինչու ինքը հայերեն սովորում, հենց հատուկ նաև սա է, որ այ տեսեք դուք պիտի գնաք
հայալեզու ներկայացում դիտեք։ Հատկապես պատմական այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է մեր լեզուն, մեր արժեքները, մեր մշակույթը պահպանելը ու կեցեք, դուք խոսում եք եւ ամեն խոսքի սկզբում տանում եք դեպի դպրոց, դեպի հստակ պայմանավորվեցին համագործակցությունը շարունակելու համար։ Այո։ Ես հետո մի հրացում էլ հնարավոր չէր լինի երևի այս ամեն ինչը կազմակերպել, եթե մեր քաղաքապետարանը մեզ չօգներ, չէ։ Դրա համար ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ստանալով մեր հրավերքը անմիջապես շատ արագ անգամ երևի մյուս քաղաքները չընդունեցին որոշ պահեր, որ չէին կարող շատ արագ կազմակերպել, բայց մենք աստորեն երկու ամիս էլ չի տևել այս ամեն ինչը, շատ արագ է տևել։ Հենց որ հրավերը ստացել ենք Տիկին Կարինեի կողմից համայնքապետարան, մեր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, բաժնի վարիչ Քրիստինե Մադոյանը շատ արագ առանց որևէ օր կորցնելու կազմակերպել են, իհարկե տրանսպորտի ծախսը հոգացել է մեր համայնքապետարանը, որի համար իհարկե շնորհակալություն, թատրոնը դեռ այդքան ուժ չունի ոտքի վրա կանգնած չի, որ ինքնուրույն կարողանար այդ հրավերը ընդունելու, իհարկե որի համար շատ շնորհակալ ենք, կարծում եմ մենք էլ պատվով վերադարձանք։ Իսկ Բոհեմ թատրոնը արդյոք պատրաստ է ժամանակ անց արդեն հյուրընկալել այս հրաշալի մարդկանց իրենց անձնակազմին։ Մեծագույն սիրով, այո, մենք նույնիսկ այդ համագործակցության սկիզբն էլ ունենք, մտածում ենք հրավիրելու, որտեվ հրաշալի ընտանիք է մշակութային, Տիկին Կարինեի գլխավորությամբ, նրա ամուսնու, որդու ամբողջությամբ արվեստի ու մշակույթի մշակներ են, այսպես ասած, նվիրյալներ, որ այո, գիտեք ինչ, ես սկզբից ափսոսում էի, որ նման մարդիկ մեր մոտ չեն, հայրենիքում չեն, բայց հայրենիքից դուրս ես զգացի, որ նրանք շատ ավելի մեծ խաչ ունեն կրելու, քան մենք այստեղ հայրենիքում։ Շատ ավելի ուժեղ են, շատ ավելի միաբան են, ու Տիկին Կարինեի պես մի փխրուն կին է կարողացել այդ հսկայական համայնքը հավաքի եւ տանի արվեստի ու լեզվի ճանապարհով, դա հրաշալի երևույթ է։ Այ ամեն անգամ Հայաստանի ու վստահ եմ նաև Սիրելի քաղաքի Վանաձորի հետ կապը, այսպես որ գտնում եք այդ կամուրջը, ծրագիր իրականացնելուց հետո ինչ եք զգում։ Տիկին Կարինեն համեստորեն չի ասում, թե ինչ հսկայական ծրագրեր են արել եւ ինչ օգնություններ են արել, դե այդ բանը կապոցները ես տեսել եմ, sense ահռելի մենք չհասցրեցինք նույնիսկ թերթել։ Ինչ է ասում այդ բոլոր յուրաքանչյուր ծրագրից հետո ինչ եք առաջ ինչ եք դնում ձեր առջև։ Հետո եւ որ արդեն ի կատար եք տեսնում։ Լավ, եթե հարցը ծրագրերի մասին է, ուրեմն առաջին պատերազմի տարիներին, քանի որ համայնքում ես միակ կինն էի, ես որոշեցի, որ անհրաժեշտություն կա անպայման կանանց միավորել, որովհետև այն հսկա օգնությունները, աշխատանքը, որ անում են համայնքի տղամարդիկ, դա ուղղակի, չգիտեմ, բառերով հնարավոր չէ ասել։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր անգամ մինչև հիմա իրենց պարտքերն են փակում, որտեղ վերցրել են բավական ապարիկ, դա ուղարկել եւ այլ այդպիսի պահերել կան։ Ու ես որոշեցի, որ մենք պետք է հավաքվենք կանացով։ Սկսեցի զանգահարել իմ բոլոր ընկերուհիներ, ծնողներ եւ շատ կարճ ժամանակում հավաքվեց կանանց միություն, որը կոչվում է Իմ մայր։ Սա այն առած աշխատանքները մենք ոչ մի անգամ ոչ գովազդել ենք, ոչ միտեղ չկա, մենք ուղղակի մեր հոգու պարտքն ենք արել մեր հայրենիքին։ Բոլոր այդ կանայք, բոլորը կայացած մարդիկ են։ Բոլոր այսօր քանի տարի անցել է, իմ կողքին կանգնած են ու ցանկացած ծրագիր մենք անում ենք միասին, ես միայնակ չեմ։ Դա լինի թե որևէ գյուղի ջրի հետ կապված խնդրի լուծման, թե անհատական ընտանիքների օգնության հարցով, երեք չի առաջի օրն էլ, էլի ես այստեղ, ես տեսնում եմ աղջիկներ աշխատում են, որովհետև մի երեխա հայ ընտանիք փաստաթղթերի խնդրեմ ունեն եւ չեն կարողանում երեխային վիրահատել, գումարներ է պետք։ Բայց ի տարբերություն մյուս կազմակերպությունների մենք ոչ մի անգամ չենք դիմել, ասենք դրամահավաք անելու։
Դրա համար մենք չկանք սոցիալական կայքերում, դրամահավաքներ տեղի չեն ունենում, այլ մենք ցույց ենք տվել մեր մշակույթը, մեր աշխատանքը, ու դա ստեղծվել է մի, չգիտեմ ինչու, կարելի է նաև փորձի փոխանակման, օրինակ հասարակ մի բան, օրինակ մարդը աշխատում է Վարշավիր, ինչով կարող է մարդը մեզ օգնել մեր կազմակերպությանը։ Մենք նրանից գումար չենք ուզում, բայց ինքը լավ մասնագետ է։ Մենք կարող ենք նրա մոտ վարպետության դասերի գնալ։ Հավաքվում են, գումարային առումով գնում ենք, անց ենք ասում այդ վարպետության դասը, հետո վարպետության դասի այդ ամբողջ գումարը գնում է մի ընտանիքի։ Աշխատանքով եք օգնում։ Այո։ Նույնը նաև բարեգործական համերգները։ Սկզբնական շրջանում, քանի որ ես չգիտեի ոչ մի արտիստների, երգիչների եւ այլ, ես առաջին համերգները իհարկե իմ մայրի օգնությամբ, որտեղ աղջիկները մեծ գործ են անում, իրենք այդ տոմսերն են վաճառում, բոլոր ազդագրեր եւ այլը իրենց վրա է, դրամական հաշիվների հետ ես ընդհանրապես կապ չունեմ, մենք առանձին մարդիկ ունենք, ովքեր դրանով են զբաղվում։ Առաջին համերգները իմ ընտանիքն էր անցկացնում Պատրանքի թատրոնի շոու իլյուզիոնիստը, պես են կոչվում դրանք, եւ հետագայում ես սկսեցի արդեն փնտրել մեր շրջապատում երգիչներ, հետաքրքիր մարդկանց, դրա շնորհիվ մենք ստեղծեցինք նաեւ հայ զարգացած տաղանդավոր երիտասարդների միություն։ Հիմա իրենք առանձին կազմակերպություն են, նոր հայք են կոչվում, կայքերում բավական ակտիվ են իրենք եւ նրանցից շատերը հետո վերադարձան հայրենիք։ Շնորհիվ այդ դաստիարակության, որ իրենք նորից վերադարձան հայրենիք։ Հրաշալի առաքելություն եք իրականացնում իրական, շատ կարևոր։ Այո, եւ առաջիկա անելիքների մասին մի քիչ կանք նաեւ թատրոնի, հա, իդեպ շնորհավորում ենք, քանի որ այս կարգավիճակով առաջի անգամ։ Շնորհակալ եմ։ Ես ծառայություն եմ համարում, դա Այո, մենք գիտենք, ուղղակի առիթ չէր եղել եթերային տարբերակով շնորհավորելու։ Ինչ ծրագրերի մեջ է, ինչի անում այս պահին բոհեմականներ։ Որքանով եք տեղյակ դուք, կոնկրետ անցած տարվանից մենք Զորյան տուն-թանգարանի հետ սերտ համագործակցություն ունենք եւ հենց ցանկապատն էլ ծնվել է, ներկայացում է այդ համագործակցության շնորհիվ ու լավ ընթացք ունեցավ։ Այս տարի էլ նորից Զորյանի տուն-թանգարանի այգում բացօթյա ներկայացումների ընթացքը արդեն մեկնարկը տրված է, որ եւ հունիսի 16-ին եւ 14-ին արդեն իսկ ունենք ներկայացումներ բացօթյա, փորձում ենք մի փոքր բացի ներկայացումը on-line-ել մեր առաջարկները, որ մարդը գա թանգարանի բակ ունենա եւ երաժշտություն լսելու հնարավորություն, մի թեթև գինու հյուրասիրություն, Բարսանա Զորյանի տուն-թանգարանը ուսումնասիրի նոր վերջում իջնի ներկայացում նայելու։ Այսինքն գա Զորյանի տուն-թանգարան բակ մի 2 ժամ արվեստի միջավայրը զգալու համար։ Ոչ միայն գա ներկայացում նայի եւ գնա, այլ այսպես հաճելի ժամանակ անցկացնելու։ Հիմա այդ գործընթացն է, առաջիկայում պատրաստում ենք մանկական ներկայացման, որպեսզի արդեն նոր թատրոնի շրջանը բացվելու ժամանակ ունենանք մանկական ներկայացում փոքրիկների համար եւ մի կոմեդիա ենք պատրաստում այս տարվա համար, ինչը որ արդեն շատ ակտիվ տեմպերով եք ստացել։ Այո, ակտիվ, որովհետեւ հանդիսատեսը քաղաքում փոքր քանակություն ունի։ Այս հավատարիմ այսպես միշտ այցելող թատրոն եւ դրա համար դու պիտի անընդհատ առաջարկ ունենաս եւ առաջարկ ունենաս տարբեր ճաշակի մարդկանց համար, տարբեր տարիքի մարդկանց համար, նախասիրությունների համար, դրա համար չնայած որ թատրոնը ինքը փոքր կազմ ունի, մեծ խնդիրներ ունի, որոնց մասին չեմ ուզում խոսել, կարծում եմ, որ եթե լավ թիմ ես ունենում, իրար սիրող համախմբված, այդ ամեն դժվարություն կարելի է հաղթահարել, որտեղ ունենք մենք թատրոն միայն տնօրենով եւ արտիստների հաստիկներով։ Մնացած բոլոր աշխատանքները ինքներս ենք կատարում, չունենք բանվորներ, չունենք լուսավորողներ, ռադիստներ, ոչինչ չունենք։ Ունենք արտիստներ ու նվիրյալներ, որոնց շնորհիվ էլ փորձում ենք թատրոնին նոր շունչ տալ։
Գեցեք ձեզ էլ մաղթում ենք միանշանակ հաջողություններ, ձեր աշխատանքը, իր պտուղները հաստատ այդպես է, ես վստահ եմ, միշտ տալիս են այդպիսի նվիրումը իր պտուղները։ Նաև ձեր հետագա անելիքների մասին խոսենք, ինչ նախատեսված առաջիկայում։ Եվ այս պահին ինչ-որ ծրագիր կա, որի վրա աշխատում եք ու էլի հայրենիք, անապահ։ Տիկին Կարինեն անընդհատ աշխատում է, երբեք չի դադարում նրա միտքը։ Ես երեք եմ եկել, ճիշտն ասած, ուզում եմ մի քանի օր կհանգստանամ, հետո ասում եք ժամանակ կմտածեմ, չէ, էլի կմտածեմ ինչ հետագա անելիքների մասին, բայց ամսի սեպտեմբերի 21-ին մենք ունենք մեծ միջոցառում։ Իմիջիայլոց դա նոր պրոյեկտ էր, աղջիկները ասում են ինչու, օրինակ խաչքարի տոն են անում Հայկաձորում, ինչու մեր դպրոցի բակում, մեր մշակութային կենտրոնի բակում չանենք ինչ-որ մի միջոցառում, որտեղ հավաքենք էլի բոլոր ազգություններին։ Մայիսի սեպտեմբերի 21-ը մեր անկախության օրն է։ Մենք տոնել ենք անկախություն, բայց մենք դա չենք ասում որպես անկախություն, այլ մենք հրավիրելու ենք բոլոր ազգերին մեզ հետ տոնելու մեր անկախությունը։ Շատ լավ է։ Այո, ներմուծան պետ ամեն ջմատություն։ Հետո էլ ասում են լոռեցիները մի ամեն։ Չկա այդպիսի բան։ Մոտորերս մենք մայիսին այդպիսի մի պրոյեկտ արեցինք 2 օրվա մեջ։ Մեր նկարիչներից մեկը ցանկանում էր ցուցահանդես կազմակերպել ու պետք է բացեինք ցուցահանդեսը մեր մշակույթի կենտրոնի եւ քանի որ ուզեցինք ավելի մեծ մասշտաբով դա արվի, որոշեցինք նաեւ տոնել մայիսի 9, մայիսի 8-ն էր այդ օրը եւ քանի որ պայմաններ չունեինք, անմիջապես ծնվեց բեռնատար մեքենայի գաղափար։ Տղաները բերեցին, կանեցրեցին բեռնատար մեքենան, մենք ամբողջովին ծածկեցինք դա, առաջ ինչպես էին ասենք արտիստները ռազմաճակատում ելույթ ունենում, հարթակ պատրաստեցինք տարբեր անկյուններով ու հետո տեսանք, որ ամբողջ քաղաքը այդտեղ է հավաքվում ու միակ երևի շուկով անցկացված մայիսին դարձավ այդ մեր միջոցառումը եւ այստեղից են ծնվեց այդ գաղափարը, որ ինչու ոչ սեպտեմբերի 21-ին մենք անցկացնենք նման մի միջոցառում։ Եթե կհաջողվի միջև դատարանը, բայց հոկտեմբերին ինձ թվում է, որ մենք կհանդիպենք։ Տեսնում եք։ Հոկտեմբերին կհանդիպենք ավելի ընդլայնված հյուրախաղերով, ոչ միայն դա կլինի անապայում, այլ արդեն հիմա հետ գնալուց ես պիտի հանդիպեմ Վլադիկավկազ, հետո Պյատիգորսկ, Արմավիր եւ այլ ճանապարհի բոլոր քաղաքներում։ Եվ ամենավերջում Տիկին Կարինե, գալու եք էլի այստեղ որ խոսենք։ Արդեն հաջորդ տիպը հյուրախաղերի մասին մենք սպասում ենք ձեզ։ Իհարկե, ես ամեն տարի լինում եմ Հայաստանում, շատ լավ, Վանաձորում, շատ շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Եվ հատկապես Հերիկնազին, որ ծանոթացրեց ձեզ հետ եւ ես այսօր ձեր տաղավարում եմ։ Սիրով, մենք պատրաստ ենք խոսել, ներկայացնել այն կարևոր գործերը, որոնք արվում է եւ հերու ու մոտ, հատկապես հերու, որովհետեւ նորից եմ կրկնվում, այդ հատկապես այս ժամանակահատվածում դա մեզ համար կարևոր է։ Շնորհակալություն ձեր նվիրումի համար։ Եվս մեկ անգամ ասում ենք հարգելի հեռուստադիտողներ, որ հայրենիքից դուրս ապրող մարդիկ էլ հայրենիք են ստեղծում ու ավելի ուժեղ, քան երբեմն կարող ենք մենք հայրենիքում դա գիտակցել։ Իսկ ավելի ուժեղ դառնալու համար շատ ժամանակ եւ հիմնականում պետք է պահպանել հայկական ազգայինը եւ մեր մշակույթն ու արվեստը։ Իսկ այս մարդիկ կարողանում են պահել։ Ձեր շնորհակալություն եւ մաղթում ենք բարի ընթացք ձեր բոլոր գործերում։ Շնորհակալ եմ։ Ինչպես ասում են, կհանդիպենք ցանկապատում։ Կհանդիպենք։ Դուք մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք քիչ անց։ Իսկ ես ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր այս հաղորդումը կդիտեն նաեւ on-line հարթակում անապայում, այո։ Եվ ողջույններ ենք ուղարկում Հայաստանի ամենահյուսիսային, ամենաջիկյարով, ամենականաչ ու այսօր նաեւ զով մարզի սրտից Վանաձորից, որովհետև եկեք այստեղ հանգստացեք, հետո կգնաք Տիկին Կարինի հետ միասին ձեր գործերը կանեք։ Շարունակեք տել Ֆորտունա հեռուչիկնակ, ալիքը չփոխեք, կկարոտենք ձեզ։ Մերն է։ Արմատը մեր այգում է, ուրեմն
կգնամ կբերեմ մեր ծղոցը ու կկտրեմ ձեր ծառը։ Պապի! Այ այդպես եք մտածել բոլորդ, որ թշնամին մեր շեմնա հասել է։ Այ մարդ ես երբ այսքան փոքրացան, այսքան սահմանափակ դարձանք, ձեզ չեմ հասկանում, ճիշտ եմ ասում, չեմ հասկանում։ Այ հորդ Աստծուն մերն եմ, ինչ կա չհասկանալու։ Ես որ ներն եմ ընկնեմ, կողքի գերից գալիս էլ իմ դարդին դարման անեմ, որ ես անեմ, հա։ Այ ապրել։ Ախր չենք ըմբռնում, որ մեր այս երկիրը երկու հզոր պետությունների արանքում ապրելու համար, նրանց են է երախը չընկնելու համար, հարկավոր է ինչ անեն, անտառ կազմեն ու ճղներով հենվեն իրար, կամ մագիլներ ու ատամներ սրել։ Մեր դժբախտությունն այն է, որ յուրաքանչյուրը խորհում է իր մասին, իր բույնի, կալվածքի, դղյակի մասին, թրջունի գիտակցություն, թրջունի իմաստություն։ Ասում են կախնուծիներն են, ճիշտ է։ Ես շատ գիտեմ է։ Նրանց հետ է բեռնավորված սայլերի շարաններ։ Ասում են կախնուծիները գաղթում են տնով, տեղով, կահկարասիով։ Ներս կանդվեց։ Կատարվեց այն, ինչից բոլորս դողում էինք։ Թշնամին գալիս է, թշնամին մոտ է, այդ գույժը մեզ էլ հասավ, ժողովուրդ ջան, այնուամենայնիվ, պինդ մնացեք, տեսնեք, մեր գլուխն ինչ ա գալիս, պինդ մնացեք։ Հա, Փարո ջան, ճիշտ ես, թե չէ մեր երեխեքը մեր երեսին են նայում, մենք որ թուլանանք, նրանք էլ այնտեղ կթուլանանք։ Թե չէ խելքը դրել ես այդ շաշ մարդուդ, ամբողջ օրը ցանկապատի կռիվ եք անում, էլ չեք ասում կրակն ընկած գալիս է աշխարհը վառելով ես հասավ մեր տուն։ Այս կնիկս ես ուրա գալիս չի։ Այ մարդ, խելքը թերցրել ես, թշնամին ջարդելով ու վառելով հասել է հարևան գյուղ, դու այստեղ չափարի կռիվ ես անում։ Լավ եմ անում, իմ կռիվը իմ ցանկապատի համար, հա։ Մեր ցանկապատը, մեր այգուց, մեր գյուղից, մեր երկրից դուրս պիտի կառուցենք։ տպավորություն էր, որ Հայաստանի որ մենք Հայաստանում ենք
ներողություն, երբ որ տեսնում եմ հայերին Հայաստանից դուրս եւ ուրախ եմ եւ անչափ տխուր։ Վերադարձանք տաղավար եւ սիրելի հեռուստատողներ հաղորդման վերջում մեկ անգամ ներկայացնենք մեր հաղորդման գործընկերներին եւ կամաց հրաժեշտ տանք ձեզ շնորհակալություն մեր հաղորդման գործընկերոջ Բալայան Պրոմին հասցեն Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 հեռախոսահամարներ 094 203 201 033 203 200 շնորհակալություն Շնորհակալություն ասում ենք նաև Դավշին շինարարական կազմակերպությանը, որն առաջարկում է շինարարության հետ կապված ամեն բան, մեկ հասցեից դա կարող է լինել պատուհանների, ծորակների, տաքացուցիչների ցանկացած այն ինչը որ կապված է շինարարության հետ, տարաբնույթ նյութեր, ներկեր, գործիքներ եւ այս հասցեն մեկն է աղան 48 կոտորակ, մեկը որը գտնվում է հենց այս հասցեում, որը գտնվում է դիմաց թաղամասում եւ որտեղ կարող եք նաև հեռաձայնել 091 04 6600 098 172662 Դավշին շինարարական կազմակերպություն վրանորոգեք ձեր բնակարանը մեծ մաչելիքներով։ Այո։ Եվ իհարկե շնորհակալություն ունեմ Վարդանյանին եւ Մարիա Բյութի սալոնի ողջ անձնակազմին Անահիտի արտաքին տեսքը ապահովելու համար։ Իդե Մարիա Բյութին սալոնը կարող է նաեւ ապահովել քո արտաքին տեսքը։ Մարիա Բյութի սալոնը առաջարկում է ոչ միայն կանանց վարսահարդարում, այլ նաեւ տղամարդկանց հարգելի հեռուստադիտողներ Ջան հասցեն քաղաքվանաձորն Պորտսմեն 17 կոտորակ, Եշկու բազում թաղամաս եւ Տիգրան մեծ 39 կոտորակ 1 Տիգրան մեծ 39 կոտորակ 1-ը որտեղ է գտնվում Հայքի հրապարակում ապրես Հայքի հրապարակի բարեկամությամբ Հայքի հրապարակի ընկերությամբ Եվ մեր գործընկերների հետ բարեկամությամբ մարդիկ ովքեր տարիներով է մեր գործընկերն են մեր լավ բարեկամներն են շնորհակալություն Կհանդիպենք ուրեմն այսօր այսքանը կհանդիպենք վաղը նույն ժամին նույն տեղում հասցեն անփոփոխ Ինձ թվաց ուզում ես ասած հանդիպման վայրը փոխել չի կարելի Մեկ կարելի է Մեկ բայց այս անգամ չէ Կհանդիպենք աղայան 82 2 կոտորակ 1 Ինչ ես ասում 81 կոտորակ 2 Կոտորակ 2 հա մեր նոր հասցե Այո, Ֆորտունա հեռուստաընկերության նոր հասցեից մենք ուղարկում ենք ձեր ողջույնները, իսկ եթե ուզում եք դուք հաղորդման հետ կապ ստեղծել, զանգահարում եք 09922833 կամ այցելում եք քաղաք Վանաձոր, դիմաց թաղամաս, աղան 81 կոտորակ 2։ Դա գիտեք որտեղ է։ Այդ անվանումը դիմաց գրած գիտեք, չէ՞։ Հենց դրա հարևանությամբ ենք, տառերով, այո։ Քարի վրա, քարիեր են գրված դիմացի կողմ գտնվում է։ Քարին դրված։ Դե ինչ կհանդիպենք վաղը սիրելի հեռուստատողներ լավ մնացեք սիրում ենք բոլորին մեկ էլ Պաչիկի չմոռանաս Այո Ուղարկում եմ Պաչիկ դիմացի հրապարակից դեպի ամբողջ երկիր հայրենիք Հայաստան Գնաս դեպի այն շենքս Կհանդիպենք Գախնի պահել էլ չի լինի Ասա էլ ոնց թաքուն պահեմ Սերն աշխարից Ասա էլ ոնց հեռու ապրեմ քո անունից Ես գալիս եմ քեզ մոտ երևից Ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ մեր կարով Ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ մեր կարով Իմ անունից հենց քեզ համար Լուսին այսօր դարձել է մեծ Աստղերն էլ է վար Կանգ է առել աշխարհը տես մեզ համար Որ քեզ սիրեմ երեկար Ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ մեր կանով Ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ
մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ էլ կանով Ճանապարհ, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ էլ կանով Ճանապարհ, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ էլ կանով Ճանապարհ, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ էլ կանով Ճանապարհ, ճանապարհ դե ինձ տար մոտիկ իմ սիրած մարդու մոտ Սարերով, ձորերով հետը տար Որ չզգա սիրտը իմ էլ կանով Բալայան պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների և շերտավարագույրների լայն տեսականի Շերտավոր դարպասներ, ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոբոնդե երեսպատում, ինչպես նաև նորույթ Լոռու մարզում, երկաթե և ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 և Թումանյան 6 Բալայան պրոմ մեզ կարող եք գտնել նաև ինստագրամում և ֆեյսբուքում Հեռախոսահամար 033 203 200 Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե և ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով և փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների և ֆիրմաների, սկսած 18000 դրամից, մետաղական և ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ և գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ և խողովակներ, ջրի և կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ և սալիկներ, որոնք առկա են և հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի և լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի և փայտի, ձգվող և ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, եվրոպատուհանների և եվրոդռների 100,000 և ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց, տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է, գործում է կանխիկ, քարտային և ապառիկ գնման տարբերակներ, Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով Մարիա Բյութի սալոն Մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա, ասեղային և լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական և ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում և խորը բուժում, տատուների և պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ և գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։